Երեք կենդանիների նվերները, ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։ Ժամանակով երեք կոշկակար է լինում, գյուղ է գյուղ ընկած, սրա նրա համար կոշիկ են կարում ու հացի փող վաստակում։ Օրերից մի օր անտառով անցնելիս դեմ են առնում երեք ճանապարհի։ Նրանցից մեկը, որ տարիքով ամենափոքրն էր, գնում է մեջտեղի, իսկ մյուս երկուսը աջ ու ձախ ճանապարհներով։ Նա, որ մեջտեղի ճամփան էր բռնել, շատ է գնում թե քիչ հանդիպում է մի առյուծի, արծվի ու մրջյունի։ Սրանք մի սատկած էշ էին գտել, ուզում էին բաժանել իրար մեջ, բայց չէին կարողանում հավասար բաժանել։ Կոշկակարը մոտենում է, լեշը երեք հավասար մասի բաժանում։ Կենդանիներն ուրախանում են, իսկ ինքը նորից շարունակում է ճանապարհը։ Հեռանում է թե չէ առյուծն ընկերներին ասում է. «Ինչ ապերախտ կենդանիներ ենք, նա մեզ լավություն արեց, իսկ մենք այդ մարդուն նույնիսկ շնորհակալություն չասացինք։ Ես կարծում եմ, որ մեզնից ամեն մեկը պետք է մի նվեր տա նրան», ասում է ու վազում կոշկակարի հետևից։ Մյուս երկուսն էլ առյուծի հետևից։ Էս որ տեսնում է կոշկակարը, սկսում է լեղապատառ փախչել, նա կարծում է, թե առյուծը բարկացել է և ուզում է իրեն հոշոտել, բայց մարդը կարո՞ղ է առյուծից փախչել։ Առյուծը մի քանի ոստիյունով հասնում է բռնում մարդուն ու ասում. «Այ մարդ, դու մեզ օգնեցիր, ու հիմա ես եմ ուզում քո լավության տակից դուրս գալ և քեզ նվիրել իմ բաշի մի մազը։ Եթե հանկարծ ուզենաս առյուծի ուժ ունենալ, մազը բռիդ մեջ կսեղմես և իսկական առյուծ կդառնաս»։ Հետո թռչում գալիս է արծիվն ու ասում. «Ես էլ քեզ մի փետուր եմ ուզում նվիրել, հենց որ արծվի պես թռչել կամենաս, փետուրը սեղմիր բռիդ մեջ և իսկական արծիվ կդառնաս»։ Վերջապես տոտիկ մոտենում է նաև մրջյունը. «Իսկ դու ինչ ես ուզում նվիրել»։ Միաբերան հարցնում են առյուծը և արծիվը։ «Ես էլ եմ ուզում մի բան նվիրել, բայց չգիտեմ թե ինչ», տխուր պատասխանում է մրջյունը։ «Դու 6 ոտք ունես», հուշում է առյուծը, «մեկը որ նվիրես, քեզ 5 ոտք էլ կմնա»։ Մրջյունը մի ոտքը պոկում տալիս է կոշկակարին ու ասում. «Եթե հանկարծ ուզենաս մրջյուն դառնալ, ոտքս ուժեղ կսեղմես բռիդ մեջ»։ Որպեսզի ստուգի, թե կենդանիներն իրեն հո չեն խաբում, երիտասարդ կոշկակարը որոշում է նախ արծիվ դառնալ։ Փետուրը ձեռքում սեղմում է թե չէ, արծիվ է դառնում ու թռչում բարձր։ Թռչում, երեկոյան հասնում է մի գյուղ, իջնում է ներքև, նորից մարդ է դառնում և մտնում է հովվի խրճիթը, որպեսզի գիշերը քնի, իսկ առավոտյան նորից շարունակի իր ճանապարհը։ Զրույցի ժամանակ հովիվն ասում է. «Էս կողմերում մի դղյակ կա, դղյակում բանտարկված ապրում է թագավորի աղջիկը։ Գիշեր-ցերեկ նրան հսկում են 7 գլխանի հրեշները ու մի հսկա։ Թագավորը խոստացել է, որ ով իր աղջկան ազատի, նրան էլ դարձնելու է իր փեսան։ Թագավորն արդեն մի քանի անգամ բանակներ է ուղարկել հրեշին ու հսկային սպանելու, բայց բոլորը կոտորվել են»։ Երիտասարդը ոչինչ չի ասում, բայց մտքում որոշում է անպայման ազատել թագավորի աղջկան։ Հաջորդ առավոտյան արթնանում է թե չէ, ուղիղ գնում է դեպի այդ դղյակը։ Երբ տեղ է հասնում, դառնում է մրջյուն ու բարձրանում պատի վրա։ Մի կիսաբաց պատուհան է տեսնում, ներս է մտնում թագավորի աղջկա սենյակը և նորից մարդ է դառնում։ «Այս ի՞նչ եք անում այս սենյակում», զարմացած հարցնում է թագավորի աղջիկը, «Այդ ինչպե՞ս կարողացաք ներս մտնել»։ Երիտասարդը ասում է, որ եկել է աղջկան ազատելու։ «Ախ», հոգոց է հանում թագավորի աղջիկը, «դա անհնար է, շատերն են իրենց բախտը փորձել, բայց չի ստացվել, ոչ մեկը դա չի կարողացել անել։ Ամեն գլուխ կորցնելուց հետո հրեշը ավելի ուժեղ ու վտանգավոր է դառնում, իսկ եթե չի հաջողվում կտրել նրա 7-րդ գլուխը, մյուս գլուխները նորից են բուսնում»։ Ասված խոսքերը չեն վախեցնում երիտասարդին։ Նա գնում է դղյակի պարտեզում զբոսնելու և դեմ դիմաց հանդիպում է 7 գլխանի հրեշին։ «Հողի ճիճու», ասում է հրեշը, «ինչ գործ ունես իմ դղյակում, դու ծնվել ես հողից և նորից հող կդառնաս»։ Երիտասարդը պատասխանում է. «Ես եկել եմ քեզ հաղթելու»։ 7 գլխանի հրեշը նրան մի սուր է տալիս։ Երիտասարդը բռի մեջ սեղմում է
առյուծի մազը եւ դառնում իսկական առյուծ, կռվում են, հրեշը մեծ ցատկերով այս ու այն կողմ է նետվում, որ տղային հոգնեցնի, կռվում են մի ժամ, 2 ժամ, վերջապես տղան թռցնում է հրեշի մի գլուխը։ Դու երևի հոգնեցիր, ասում է հրեշը, ես էլ եմ հոգնել, արի այսօր հանգստանանք, վաղը նորից կկռվենք։ Այդպես էլ անում են։ Երիտասարդը գնում է թագավորի աղջկա մոտ եւ հպարտ պատմում է, թե ինչպես է թռցրել հրեշի մի գլուխը։ Էս որ լսում է աղջիկը շատ է ուրախանում։ Մյուս օրը տղան նորից է գնում այգի, հրեշն արդեն սպասում էր։ Նա նորից հարցնում է. «Ինչ գործ ունես իմ դղյակում, հողի ճիճու, դու ծնվել ես հողից եւ նորից հող կդառնաս»։ Երիտասարդը պատասխանում է. «Ես եկել եմ քեզ հաղթելու»։ Հրեշը նրան մի սուր է տալիս եւ սկսում են կռվել։ Կռվում են մի ժամ, 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ։ Այդ օրը տղան 2 գլուխ էլ է թռցնում։ Հետո գնում է թագավորի աղջկա սենյակը։ Աղջիկն ասում է. «Վաղն այնպես արա, որ կտրես մնացած գլուխները, եթե չկարողանաս կտրել վերջին 7-րդ գլուխը, դու անպայման կմեռնես»։ Եվ պարտեզում կրկին հանդիպում են տղան ու հրեշը։ Հրեշն ասում է. «Ինչ գործ ունես իմ դղյակում, հողի ճիճու, դու հողից ես ծնվել եւ նորից հող կդառնաս»։ Իսկ տղան պատասխանում է. «Ես եկել եմ քեզ հաղթելու»։ Այդ օրը նրանք շատ երկար են կռվում։ Տղային հաջողվում է թռցնել եւս 3 գլուխ, մնում է վերջինը, 7-րդը։ Երբ տղան նորից գնում է թագավորի աղջկա սենյակը, արքայադուստրն ասում է. «Այսօր դու պետք է անպայման կտրես հրեշի վերջին գլուխը, հետո այդ գլուխը զգուշորեն 2 կես կանես, գանգի մեջ կտեսնես 3 ձու։ Ձվերը կվերցնես ու կգնաս այն սենյակը, որտեղ ապրում է հսկան, ներս մտնես թե չէ, մի ձուն կշպրտես հսկայի դեմքին։ Հենց որ ձուն նրա երեսին դիպչի, նա կթուլանա, հետո մյուս ձվով կխփես, իսկ 3-րդ հարվածից նա արդեն կմեռնի։ 3-րդ ձուն որքան ուժ ունես կխփես պատին։ Պատը կբացվի ու այնտեղից դուրս կգա մի գեղեցիկ կառք։ Կառքին լցված կլինեն 4 ձիեր, իսկ կառքի սանդուղքին կանգնած կսպասեն 3 սպասավոր։ Կնստես կառքին ու կսլանաս ինձ մոտ»։ Պարտեզում հրեշը տղային էր սպասում։ Վերջը նրանք նորից սկսում են կռվել։ Կռվում են, ժամեր են անցնում, հրեշը գնալով ավելի է ուժեղանում եւ դառնում ավելի սարսափելի։ Սակայն վերջապես հրեշի վերջին գլուխն էլ է թավալվում գետնին։ Տղան զգուշորեն 2 կես է անում գանգը։ Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես ասել էր թագավորի աղջիկը։ Տղան վերցնում է ձվերն ու գնում հսկայի սենյակը։ «Ինչու ես եկել իմ դղյակը», գոռում է հսկան, «դու ձեռքերիս փոշի եւ ստվերն ես իմ բեղերի»։ Տղան ոչինչ չի պատասխանում եւ ձվով խփում է հսկայի դեմքին։ Հսկան թուլանում է։ Տղան մյուս ձուն էլ է շպրտում։ Այդ հարվածից հսկան շունչը փչում է։ 3-րդ ձուն խփում է պատին, պատը բացվում է եւ այնտեղից դուրս է գալիս մի կառք 4 ձիերով եւ 3 սպասավորով։ Տղան նստում է կառքն ու սլանում աղջկա մոտ։ Աղջիկը նրան մի թաշկինակ է տալիս, երիզված ոսկեթել նախշերով։ Ամբողջ քաղաքը շուտով իմանում է, որ թագավորի աղջկան ազատել են։ Նույն քաղաքում մի երիտասարդ էր ապրում, որը սիրահարված էր արքայադստերը եւ մի անգամ նույնիսկ փորձել էր սպանել 7 գլխանի հրեշին։ Թագավորի պալատ հասնելու համար աղջիկը եւ նրան փրկած երիտասարդը նավ են նստում։ Թագավորի պալատը գտնվում էր ծովի մյուս ափին։ Այս երիտասարդը խնդրում է իրեն էլ վերցնել։ Երեքով մեկնում են, մի օր երիտասարդն ասում է կոշկակարին. «Մի տես, թե ծովում ինչ սիրուն ձկներ են լողում», եւ երբ կոշկակարը կռանում է, այդ չար երիտասարդը նրան հրում է եւ ծովը գցում։ Մի մեծ կետաձուկ էլ, ասես հենց դրան էր սպասում, վրա է բարձնում եւ ողջ կուլ է տալիս կոշկակարին։ Իսկ երիտասարդը գնում է աղջկա մոտ ու նրան ահաբեկելով ասում է. «Եթե հորդ չասես, թե քեզ ազատողը ես եմ եղել, քեզ էլ կսպանեմ»։ Թագավորի աղջիկը վախից խոստանում է.
Երբ թագավորի պալատ են հասնում, աղջիկը հորն ասում է, թե իրեն փրկողը այդ տղան է։ Թագավորն ուրախանում է, որոշում է 3 օրից հարսանիք անել։ Այս թագավորի երկրում մի գետ է լինում, գետի վրա մի կամուրջ։ Ամեն օր մի մարդ նստում էր կամրջին և ջութակ նվագում։ Նրա միակ ունկնդիրները կետաձկներն էին, որոնք երաժշտություն շատ էին սիրում։ Այն կետը, որը կուլ էր տվել խիզախ կոշկակարին, մի օր գալիս է կամրջի մոտ երաժշտություն լսելու։ Դու մի ասա, այս մարդը իմացած է լինում, որ կոշկակարին սա է կուլ տվել և ասում է. «Եթե խոստանում ես ցույց տալ կոշկակարի գլուխը, ես քեզ համար 15 րոպե կնվագեմ»։ «Խոստանում եմ», ասում է ձուկը։ Ուղիղ 4 ժամ հետո նա ջութակը մի կողմ է դնում։ «Վայ», ասում է ձուկը, «էլ չես ուզում նվագել»։ «Կես ժամ էլ կնվագեմ, եթե ցույց տաս կոշկակարին մինչև մեջքը»։ Կետաձուկը թե «Ցույց կտամ, միայն թե նվագիր»։ Կես ժամ հետո ջութակը նորից է լռում։ «Շատ եմ խնդրում, մի քիչ էլ նվագիր», ասում է կետաձուկը, «ինչ կուզես կանեմ քեզ համար»։ «Շատ բան չեմ ուզում», պատասխանում է ջութակահարը, «ուզում եմ տեսնել կոշկակարի ծնկները»։ «Նվագիր, նվագիր», խնդրում է ձուկը, «քո ասածը կանեմ»։ Ջութակահարը նվագում է և նորից ջութակը մի կողմ է դնում։ Կետաձուկը նորից է խնդրում շարունակել նվագը։ «Էլ չեմ նվագի», ասում է ջութակահարը, «երևում է դու հոգնել չգիտես»։ «Ես արդեն հոգնել եմ, բայց լավ, եթե շատ ես ուզում, որ նվագեմ, կնվագեմ, սակայն մի պայմանով։ Այս անգամ պետք է ոտից գլուխ ցույց տաս կոշկակարին»։ «Ցույց կտամ», ուրախանում է կետաձուկը, ասում է ու դուրս հանում երիտասարդին։ Ջութակահարն էլ հենց դրան էր սպասում։ Երիտասարդը նույն պահին արծիվ է դառնում ու թռչում գնում։ Իսկ ջութակահարը փախչում է։ Նրանք ճիշտ ժամանակին են հեռանում, որովհետև կետաձուկը տեսնելով, որ համեղ պատառից զրկվեց, պոչով այնպես է հարվածում կամրջին, այնպես է հարվածում, որ կամուրջը շուռ է գալիս ու փշուր լինում։ Իսկ թագավորի պալատում սկսել էին հարսանիքի պատրաստություն տեսնել։ Կոշկակարը գնում, նստում է մի կրակի մոտ, որ շորերը չորացնի։ Նա գրպանից հանում է ոսկե թել նախշով թաշկինակը, որ նվիրել էր արքայադուստրը, և տխուր հայացքով նայում է թաշկինակին։ Այդ ժամանակ կրակի մոտով մի սպասավոր է անցնում, թաշկինակը տեսնում է, վազում է թագավորի աղջկա մոտ և ասում. «Տիրուհի, հենց նոր մի մուրացկան տեսա, նրա ձեռքին ոսկե թել նախշերով թաշկինակ կար, դա երևի ձեր թաշկինակն է»։ Արքայադուստրը, որը կարծում էր, թե իրեն փրկող երիտասարդը ծովում խեղդվել է, հրամայում է իր մոտ բերել մուրացկանին։ Երբ սա գալիս է, թագավորի աղջիկը ճանաչում է իր թաշկինակը, տղայի ձեռքից բռնում, տանում հոր մոտ և պատմում ամեն ինչի մասին։ Թագավորը որոշում է Խաբեբային անձամբ պատժել։ Նա կանչում է տղային և ասում. «Սիրելի փեսա, արի գնանք տեսնենք, թե հրավառության համար պակաս բան հո չկա»։ Եվ նրանք գնում են այն սենյակը, որտեղից պետք է հարսանիքի գիշերը համազարկեր տային։ Երբ սենյակ են մտնում, թագավորը վառում է պայթուցիչ նյութերը, ինքը արագ դուրս է գալիս ու սենյակի դուռը տղայի վրա է փակում։ Ամբողջ սենյակը լցվում է ծխով և տղան խեղդվում է։ Ոնց որ որոշել էին, այնպես էլ անում են։ Թագավորի ասած օրը աղջկա հարսանիքն է լինում։ Արքայադուստրը ամուսնանում է իրեն փրկած կոշկակարի հետ։ Ահա և հեքիաթը վերջացավ։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին։